Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք UEFA կոնֆերենցիաների լիգայի Մարսաշլոկ Փյունիկ հանդիպման հետ խաղային մամուլի ասուլիսը գլխավոր մարզիչ Արտակ Օսյանի հետ։ Սկզբում գլխավոր մարզիչը խոսի հանդիպման մասին, որից հետո կարող եք ուղղել ձեր հարցերը։ Պարոն Օսյան, կարծիք խաղի մասին։ Կարծում եմ առաջի պաշտոնական խաղի համար այսօր բավական լավ տեսք ունեինք, բավական կազմակերպված, որակյալ ու ամենակարևորը խելացի ֆուտբոլ խաղացինք, մեր հաղթանակը լրիվ տրամաբանական եմ համարում, նույնիսկ կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել ու շատ կարևոր էր նոր մրցաշրջանը սկսել հաղթանակով, որի համար շատ ուրախ ենք։ Շնորհակալություն, Արման։ Առանձնական առաջին ալիք, պարոն Օսյան, հաշիվը խոշոր էր եւ այնպիսի դպրոցում որ սա հեշտ հաղթանակ էր, ձեր գնահատական ընդհանրությամբ ինչպիսին էր, ինչ խնդիր առաջարկեց մարզաշրջանը։ Ճիշտ ասած, այն ինչ որ սպասում էինք տեսանք, ուղղակի մենք այսօր շատ լավ տեսք ունեինք, ճիշտ է հաշիվը խոշոր է, բայց խաղադաշտում շատ տղաները չարչարվեցին, շատ որակ դրեցին, մեծ ցանկությամբ խաղացին, դրա համար էլ այդ հաղթանակը այդպես ավելի հեշտ թվաց։ Շնորհակալություն։ 2023-24 մրցաշրջանից ի վեր սա եվրագավաթային որակավորման առաջին խաղում առաջին հաղթանակն է մինչ այդ երկու մրցաշրջանում թե Ստրուգայի թե Տրեֆյորի հետ հնիկավտական խաղերում, ինքնական խաղերում բարդվել էր, բայց հետո իհարկե Երևանի մրցաշրջանում կամբեք է դարձել ու հաղթել։ Սա արդեն որպես այդպեսին հաղթանակ խոշոր հաշվով, որքանով է մոտիվացնում սա ձեզ եւ թիմին ավելին անելու համար, նաեւ Երևանյան խաղից առաջ երկու պարտներին ու պարտվելու տեսանկյունից եւ ընդհանուր նաեւ երկրորդ տուրի Ճիշտ ասած, ես երեք նշեցի, այն ինչ որ անցյալում է, այդքան կարևոր չի, դա ուղղակի փաստեր են, թվեր են, մենք դրա վրա չենք կենտրոնանում ու ամեն դեպքում շատ կարևոր է, երբ մրցաշրջանը սկսում ես հաղթանակով, լավ տրամադրությամբ, որը քեզ ավելի ուժ ու էներգիա է տալի նույն կերպ շարունակելու։ Իհարկե մենք ունենք առավելություն, բայց դեռ հարցը լուծված չէ ու շատ լուրջ պատրաստվելու ենք պատասխան խաղին։ Շնորհակալություն, պարոն Օսյան։ Շնորհակալ եմ։